Բարև։ Տիեզերական մասշտաբներով գրեթե մեր հարևանությամբ մեզանից ընդամենը 18 լուսատարի հեռավորության վրա GJ251 կարմիր թզուկի մոտ աստղագետները հայտնաբերել են երկրային խմբի էկզոմոլորակի թեկնածու, որը հնարավոր է գտնվում է իր աստղի բնակելի գոտում։ Եթե այս հայտնագործությունը հաստատվի, մոլորակը կդառնա երկրի հյուսիսային կիսագնդից ուղիղ դիտարկումներ անցկացնելու ամենահարմար օբյեկտը, ինչը նշանակում բնակելի գոտին։ Դա աստղից այն իդեալական հեռավորությունն է, որտեղ մոլորակը աստղից ստանում է ճիշտ այնքան ջերմություն, որպեսզի ջուրը մնա հեղուկ վիճակում։ Իսկ հեղուկ ջուրը մեզ հայտնի կյանքի գոյության գլխավոր պայմանն է։ Գիտնականները այսօր գիտեն, յուրաքանչյուր աստղ ունի կյանքի սեփական սահմանները, այսինքն սեփական բնակելի գոտին։ Այդ իսկ պատճառով հասկանալու համար, որտեղ է իրոք հնարավոր կյանքի գոյությունը, անհրաժեշտ է ընդլայնել մեզ մոտ աշխարհների կատալոգը, հատկապես նրանց, որոնց մթնոլորտը հնարավոր է մանրակրկիտ ուսումնասիրել։ Հենց դրանով է զբաղվել Իրվայնում կալիֆոռնիական համալսարանի աստղագետների խումբը։ Նրանք վերլուծել են GJ251 կարմիր թզուկի դիտարկումները։ Այս աստղը մոտ 6.8 միլիարդ տարեկան է։ Զանգվածը Արեգակի զանգվածի մոտ 1/3-ն է։ Շառավիղն էլ հավասար է Արեգակի շառավղի 0.36-ին։ Այս հին, սակայն կայուն լուսատուի լույսը ֆիքսել է 4 հզոր սպեկտրոգրաֆ՝ Կարմենեսը, Սպիրուն, HPF-ը եւ NEID-ը, որոնք տեղակայված են երկիր մոլորակի տարբեր մասերում գտնվող աստղադիտակների վրա։ Տվյալները հավաքվել են գրեթե 30 տարվա ընթացքում 1997-ից մինչև 2024 թվականը։ Արդյունքում գիտնականներին հաջողվել է ճշգրտել արդեն հայտնի GJ251b մոլորակի պարամետրերը։ Այն աստղի շուրջ պտույտը կատարում է 14 օրում ու երկրից գրեթե 4 անգամ ծանր է։ Սակայն ամենահետաքրքիրը նոր գտածոն է, եւս մեկ օբյեկտ, որը ստացել է GJ251c անվանումը։ Այն երկրից ծանր է գրեթե 3.8 անգամ, իր աստղի շուրջ պտտվում է 53.6 օրում, իսկ ուղեծիրն անցնում է 0.196 աստղադիտական միավոր հեռավորության վրա, ինչը այս աստղի բնակելի գոտու սահմաններում է։ Ու ոչ թե այդ գոտու եզրին, այլ ամենակոնսերվատիվ հատվածում, որտեղ պայմանները առավելագույն բարենպաստ են հեղուկ ջրի առկայության համար։ Գիտնականներն անցկացրել են մոդելավորում ու առաջարկել մի քանի տարբերակ։ Եթե մոլորակը մինի Նեպտուն է, ապա կյանքի հավանականությունը շատ փոքր է։ Եթե այն քարե մոլորակ է, երկրին մոտ կազմով, շանսերը մեծանում են, սակայն ամեն ինչ կախված է մթնոլորտից։ Օրինակ, խիտ ածխաթթու գազի թաղանթով ծածկված օվկիանոսի սցենարը կարող է բավականին կենսունակ լինել։ Այդպիսի մոլորակը կարելի կլիներ անվանել տաք օվկիանոսային աշխարհ։ Հիմա երկրին մոտ լինելու առումով GJ251-ը հայտնի մոլորակային համակարգերի թվում զբաղեցնում է 22-րդ տեղը, սակայն այն արդեն համարվում է այլ մոլորակային կյանքի հետքերի որոնման ամենահեռանկարային թիրախներից մեկը։ Դանիայի, Կանադայի եւ Միացյալ Նահանգների գիտնականները պարզել են, որ երիտասարդ վայրի շիմպանզեները կարողանում են հորինել առարկաներն օգտագործելու սեփական միջոցները, ու երբեմն նման գյուտերը իրոք օգտակար են։ Չնայած փորձերի մեծ մասը ավելի շատ էքսպերիմենտներ են առանց պրակտիկ արդյունքի, որոշ երիտասարդ առանձնյակներ կարողացել են հորինել այն, ինչ չի անցել անգամ հասուն շիմպանզեների մտքով։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։ Ինչպես մարդկանց մոտ, մյուս բարձրագույն կենդանիների մոտ նույնպես մշակութային ավանդույթները ձևավորվում են ուսուցման եւ օրինակելու միջոցով, սակայն հենց շիմպանզեների դեպքում այս process-ը առանձնահատուկ հարուստ է եւ բազմազան։ Տարբեր պոպուլյացիաներում նրանք տարբեր կերպ են օգտագործում գործիքները, կիրառում են միայն իրենց խմբին հատուկ ժեստեր ու երբեմն ձևավորում տարօրինակ սովորություններ առանց ակնհայտ իմաստի, օրինակ ականջի մեջ խոտ դնելով։ Սովորաբար փոքրիկները ընդօրինակում են մեծահասակների, իսկ մեծահասակները միմյանց վարքագիծը, սակայն ով է հորինում վարքագծի նոր ձևերը։ Հետազոտողները կարծում են, որ ամենից հաճախ նորույթների հեղինակ են դառնում երեխաներն ու դեռահասները, որովհետեւ նրանք ավելի շատ են զբաղված շրջակա աշխարհի ուսումնասիրությամբ, իսկ հասուն շիմպանզեները նրանց նկատմամբ շատ ավելի հանդուրժող են, քան այլ հասուն առանձնյակների նկատմամբ։ Մոնրեալի համալսարանի մարդաբանների թիմը 15 ամիս շարունակ հետևել է Նգոգո պոպուլյացիայի 36 երիտասարդ շիմպանզեների վարքագծին։ Այս ընթացքում նրանք ֆիքսել են առարկաները որպես գործիք օգտագործելու 67 դեպք։ Երիտասարդ շիմպանզեները օգտագործել են տերևները իրենց մաքրելու եւ ջուր վերցնելու համար, փայտերով էլ մեղր կամ տերմիտներ են հայթայթել։ Իսկ երբեմն նրանք ուղղակի խաղացել են այդ առարկաներով, երկու կողմից քաշել են փայտի կտորը, նետել միմյանց վրա կամ ուղղակի քորել իրենց։ Սակայն դիտարկումների գրեթե կեսի դեպքում գրանցվել է անսովոր մի բան։ Երիտասարդ շիմպանզեները հաճախ առարկաներն օգտագործել են ոչ այնպես, ինչպես հասուն առանձնյակները։ Օրինակ, փորձել են խմել փայտը ջրի մեջ մտցնելով, ոչ այնքան արդյունավետ է, սակայն շատ հետաքրքիր, եղել են ավելի հաջողված գյուտեր, այսպես 6 տարեկան էգը ջուր վերցնելու համար մամուռն օգտագործել է որպես սպունգ, սա ավելի պարզ ու արագ լուծում է, քան մեծահասակների տերևներով մեթոդը։ Մյուս օրինակները նույնպես նշանակալից են։ 1 տարեկան էգը փոքրիկ գերանը կրել է փորին
կամ մեջքին կարծես տիկնիկով խաղալիս լինի ընդօրինակելով ձագերի հետ հասուն էգերի վարքագիծը։ Իսկ երիտասարդ Արուն սովորել է օգտագործել այն ժեստը, որով հասուն արուները գրավում են էգերին մորը կանչելու համար, որպեսզի մայրը իրեն դնի մեջքին։ Հետազոտողները նկատել են, որ ոչ բոլոր երիտասարդ շիմպանզեներն են միանման հակված էքսպերիմենտների։ 9 առանձնյակ, 5 էգ ու 4 արու առանձնահատուկ բարձր հետաքրքրվածություն են դրսևորել առարկաների նկատմամբ ու ավելի հաճախ են հորինել դրանց կիրառման նոր միջոցներ։ Ամենակրտսեր մինչև 4 տարեկան շիմպանզեների մոտ ինովացիոն վարքագիծը հանդիպել է գրեթե 2 անգամ ավելի հաճախ, քան դեռահասների մոտ։ Պարզվել է նաև, որ էգերը ու եղբայրներ կամ քույրեր ունեցող ձագերը ավելի հաճախ են էքսպերիմենտներ անում, քան արուները կամ միակ ձագերը։ Հնարավոր է ավագ սիբլինգների առկայությունը ուսուցումը դարձնում է ավելի բազմազան։ Հեղինակները շեշտում են, որ իրենց դիտարկումները անընդհատ չեն եղել, հետևաբար նրանք կարող են բաց թողած լինել իրադարձությունների մի մասը, սակայն անգամ դա հաշվի առնելով նրանք եկել են այն եզրակացությանը, որ երիտասարդ շիմպանզեներն իրոք կարողանում են գեներացնել վարքագծի նոր ձևեր, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ ապագա ավանդույթների համար։ Այս շաբաթվա գիտնականն է Վոլֆգանգ Պաուլին։ Պաուլին այն ֆիզիկոսն էր, ով արգելեց էլեկտրոններին միանման լինել։ Նրա հռչակավոր արգելքի սկզբունքը, որը նա ձևակերպել է 1925 թվականին, բացատրում է, թե ինչու ընդհանրապես գոյություն ունեն ատոմները, ինչու բոլոր էլեկտրոնները չեն հայտնվում նույն վիճակում, այլ դասավորվում են ատոմական օրբիտալներում։ Պաուլին 20-րդ դարի ամենափայլուն ֆիզիկոսներից մեկն էր։ Նրա գործընկերները կատակում էին այսպես կոչված Պաուլի անեծքի մասին, իբր երբ նա մտնում էր լաբորատորիա, բոլոր սարքերը շարքից դուրս էին գալիս։ Պաուլին կանխատեսել էր նեյտրինոների գոյությունն այն ժամանակ, երբ ոչ ոք չէր հավատում, որ նման մասնիկ կարող է գոյություն ունենալ, ու նա ճիշտ էր։ Իր աշխատանքների համար Պաուլին արժանացել է Նոբելյան մրցանակի եւ պատմության մեջ մնացել որպես մարդ, ով կարգուկանոն բերեց քվանտային ֆիզիկա։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։